Փառքնեժդեհին։ Այսպիսի մի տերմին կա, ասում է ճանաչիր, գնահատի, սիրի։ Այսինքն, եթե դու ճանաչում ես ինքդ քեզ, քո ինքնությունը, սկսում ես գնահատել։ Երբ որ գնահատում ես, այսինքն արդեն արժեք է ձևավորվում, դու սկսում ես սիրել։ Ինչու է այս բառակապակցությունը դարձել արժեքավոր, որովհետև հենց կոնկրետ սրա դեմ պայքար է գնում։ Արտաքին թշնամու հրահանգով ներքին թշնամին, այսինքն Նիկոլը, Աննան, Ժաննան, այդ Ժաննաներ կրթության նախարարն է, կռիվ են սկսել մեր ինքնության դեմ, մեր պատմության դեմ, ուզում են մոռացության տալ։ Հայ մարդը լուրջ ներդրում ունի համաշխարհային թե պատմության, թե մշակույթի, թե գիտության, թե մարդկության մեջ։ Դրանից ուզում են մեզ զրկել։ Երբ որ մեզ դրանից զրկեցին, մենք կդառնանք Թուրքի պես աշխարհին ոչինչ չտված մարդ, ազգ։ Իսկ աշխարհին ոչինչ չտված մարդուն սիրելը, ինքը իրեն սիրելն անգամ դժվար կլինի։ Եթե մեզ կդրեցին մեր անցյալից, մեր արարքներից, մեր ապապաբերից, մենք չճանաչեցինք մեզ, մենք չենք գնահատելու, եթե չգնահատենք, չենք սիրելու։ Իսկ թուրքերին, այսինքն ազերիները չունեն ոչինչ աշխարհին տված։ Վերցնում են մերը, դարձնում իրենցը եւ կրթում է երեխեքին, ասում են սա քոնն է, սիրի, սա արժեքավոր է, սիրի եւ պաշտպանի, հայը ձեռքը չտանի, հայ ելածն են վերցրել։ Այնտեղ այդ կրթությունն է գնում Հայաստանում, դրա դեմ ոչինչ չկա։ Զուգահեռաբար մեզ զրկում են մեր ինքնությունից։ Վերջերս բեմականացված այդ պատմության ուսուցչուհու հետ կապված երևույթը նորից թուրքերի հետ, թուրքերին գնահատելու հետ, եկան ներողություն խնդրեցին նորից սա մի երևույթ էր սարքեցին, որ ցույց տան, որ Թուրքի մասին, ասենք, որ խոսք է գնում, արդարացնում ենք, նույնիսկ մարդիկ ներողություն են խնդրում, Թուրքի հանդեպ սեր է ձևավորվում, սա Ալիևին ներկայացնելու, ցույց տալու, որ մենք աշխատում ենք տանը, ներսում աշխատում ենք, Ալիև, դու հանգարց մեզ չնեղացնես իշխանությանը։ Ինչևից է պատմության ուսուցիչ, ուրեմն սրանք դատվելու են։ Հնարավոր չի մեր պետության աշխարհն է ճանաչում մասնագետները, թե մենք ով ենք։ Սրանք դրա դեմ չեն կարող պայքարել, չնայած մենք էլ թույլ չենք տալու ժողովուրդն էլ։ Սենսն է սրանք դատվելու են, բայց այնպես չլինի, որ կրթական համակարգում ամենամեծ խոշտանգողը դու լինես մեր կրթության, մեր ինքնության, մեր պատմության խոշտանգողը դու լինես։ Հետո եթե դու ասես, որ դե տուն էի պահում կամ աշխատավարձ էի ստանում, ստիպված հանձնարարություն էի կատարում, հավատա, դավաճանություն է քո արարքը, իսկ դավաճանությունը մի փոր հաց դարձնելը ամենաանբարո արարքն է։ Նայ խավության նոխա չդառնաս պատմության ուսուցիչ, ես քեզ նորից ասում եմ։ Դուք մեր պատմությունը գիտեք ամենաճիշտը, Ժաննայի տված մեթոդներով երեխաներ չկրթեք։ Սա կրթական համակարգի հետ կապված։ Նախկինները սկսել են իմպիչմենտի խնդիր։ Եվ ով է սկսել այդ իմպիչմենտի խնդիրը։ Սկսել է արդեն խոսակցություն դե գնում են, ինչ-որ մեկը ակտիվ, մեկը չէ, Էդմոնը, այսինքն Նիկոլի հատուկ հանձնարարություններով բանագնացը, Նիկոլին Քրիստոսի հետ համեմատող Հովիկ Աղազարյանը եւ Էմմյուսը, այն որ գնացել են Եռաբլուր, ամեն մի ԿՊԱ-կանի ներկայություն Եռաբլուրում, ասեմ, դրանք շարունակում են պղծել հայ զինվորի հիշատակը։ Այն որ գնացել էին պղծելու իրենց ներկայությամբ, ծնողները զոհվածների ծեծի ենթարկեցին, հիշում եք։ Քյութուբերանները ջարդեցին, Հովիկի էլ է դրա էլ։ Այս մարդիկ իբր սկսում են իմպիչմենտ։ Ուրեմն ես բազմիցս ասել եմ, որ թե նախկինները, թե ներկաները բնականաբար տեսակ Նիկոլը ոնց գնաց Պուտինի ծնգին նստեց, թե սրանք էլ ծնգին են։ Երբեք չեն էլ իջել։ Սրանց գովքը Պուտինին, ինչ ուզում եք ասեք, Պուտին եւ Ռուսաստան է։ Հիմա սա ինչի է նմանվել։ Սա ներքին մեր այս խավար, այն խեղճ, այն մանգամիտ հասարակության համար խաղ են ձևավորել։ Այսինքն տեխնիկային դերասանը, տեխնիկային ոչ թե թատրոնին ու տեխնիկային այսպես վարագույրը կապած, պատկերացրեք, ինքը այս մի ձեռքին, ասենք, գայլին է հագցնում տեխնիկը, այս մի ձեռքին, ասենք, ոչխարի կամ աղվեսի, չէ, ինքը չի երևում, այս երկու ձեռքը դուրս է բերում եւ սրանք իրար հետ վիճում են։ Տեխնիկային թատրոնում այդպես է, չէ՞, մի դերասանը կարող է երկու կենթանու
խաղեցնել, ցույց տալ հակառակորդ կենթանիների։ Հիմա այդ Պուտինը, այդ տեխնիկայինի արտիստն է, Նիկոլը ասեք մի կենթանին է, Ռոբերտն էլ մի կենթանին։ Այդ վարագույրի հետևից իրենց կրվեցնում է, որ դու հետևից տեսնես, ուրիշ բան պատկերացնես։ Ու քեզ թվա, որ քո դժբախտությունը, որ Նիկոլը չի կարողանում Ռոբերտ Քոչարյանին տանի բանտարկի։ Բայց երբ որ խոսացնում ես, ասում է, ես գերագույն գլխավոր հրամանատար եմ։ Ու այս ֆոնին, եթե դու չես կարողանում կողմնորոշվել, ես քեզ մի հուշում ասեմ։ Եթե Նիկոլը այդքան քննադատում է Ռոբերտին, ու իրան չի կալանավորում, որտեղ ինքնիշխանություն է, բայց կալանավորված են Սասնա-Ծռերը, ասենք Վարուժան Ավետիսյանի գլխավորությամբ, ովքեր պետություն չեն ղեկավարել, ովքեր երբեք Արցախը Ադրբեջան չեն համարել, ովքեր ոչ մի փաստաթղթի տակ չեն ստորագրել հայատյաց ի վնաս Հայաստանի, ովքեր բյուջեի կողքով անգամ չեն անցել։ Այդ մարդիկ բանտում են։ Բայց այդ Նիկոլի կողմից այդքան քննադատվող Քոչարյանը ազատության մեջ։ Հասկացաք ինչ է տեղի ունենում, այսինքն երկուսով խաղում են քեզ ուշադրությունից զրկեն, որ դու այն քո փրկիչ իրական ազգային մտածելակերպ ունեցող մարդը բանտում մնա, որ դուրս չգա քեզ փրկի, որ դու այդ ուղղությամբ աշխատանք չկատարես։ Հասկացաք, չէ՞, որպեսզի հասկանաք սրանց խաղի մասը, նա տեսեք ով է բանդարկված։ Ով է այսօր զրկված, զրկանքներ կրում, հալածվում։ Սրանց միջոցով, այսինքն Կրեմլի, արդեն նաև Բաքվի, Անկարայի։ Սա ուղղակի ուղեցույց, որպեսզի հասկանաք։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Ալիև Էրդողան այդ թնջոկին, մենք դա ընդունված նորմ չէ, նույնիսկ հասարակ մարդիկ, եթե ինչ-որ մեկը մեկին մատով կանչում է, հետո էլ ասում է դե գնա, այսինքն Էրդողանը Նիկոլին այսպես կանչեց, բան հանձնարարեց, հետո էլ ասեց գնա, այսինքն մի կանգնի մեր հետ, դու այդ արժանիքը չունես, ու ինքը շրջվեց գնաց։ Եվ այնտեղ այդ Հայաստանի պատմությանից սկսեցին խոսել, մտամ լավ բան ասեց, հասկանում եք, իբր։ Իսկ Ալիևի այդ քմծի ծաղը, այդ արհամարակը, ես զարմացած եմ ուղղակի այդ մարդը իր գործիքին չպետք է գոնե միջազգային արենայում, այդ կարգի, չպետք է խայդառակի։ Վերջոց իր հույսը դա է, չէ՞։ Ես ապշած եմ դրանց անհեռատես, թե Էրդողանի, թե Ալիևի, այդ ինչքան են իրենք սիրում, որ անգամ իրենց գործիքին փչացնում են միջազգային հարթակներում, որ հետո օգտագործել չլինի։ Դրա համար էլ արդեն որևիցե մեկը Նիկոլին լուրջ չի վերաբերվում, այսինքն իրենք էլ Նիկոլով չեն կարող իրենց հարցերը առաջ տանել։ Իսկ սրան զուգահեռ ժողովրդավարական միջազգային կառույցը, այդպիսի միություն կա, ժողովրդավարության միջազգային միություն է։ Ուրեմն համաշխարհային ժողով է կազմակերպել եւ այնտեղ հրավիրված էր նաեւ ժողովրդավարական ուղով գնացող ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամները։ Այսինքն Եվրոպան արդեն նկատել է, որ Հայաստանում ովքեր են պետություն, ասենք, ներկայացնելու պիտանի։ Հասկանում եք։ Պետություն ներկայացնելու, ոչ թե վախկոտ Նիկոլը քծնող, խաբեբա ստախոս, ոչ թե անընդհատ Կրեմլը ասում է մենք Թուրքիայի հետ բարեհաջող օպերացիա կատարեցինք, սրանք էլ ասում են Կրեմլը լավն է, ճիշտ է։ Կրեմլը ասում է մերոնք ասում են Կրեմլը թույլ չէր տալի, որ թուրքական նефտ 16-ին խոցենք, սրանք ասում են Կրեմլը լավն է։ Հասկանում եք։ Մենք պետք է հասկանանք ինչ ենք անում։ Իսկ բևեռի աշխատանքները դրսում, որտեղ մեր ճակատագիրը նաև կախված է տարածաշրջանային իրադարձություններից։ Մենք գործում ենք եւ դրսում, եւ ներսում։ Եվ ասեմ, վերջում, այս ամեն ինչի մեջ մեզ ֆինանսավորում ես դու հայ մարդ։ Պետք է շարունակես այդ նեղությունը կրել։ Չնչին նեղություն է, բայց շարունակիր, խնդրում եմ կրել, օգներ, որովհետև աշխարհում տեղաշարժվելը դա գյուղից քաղաք գնալ չէ Հայաստան ներսում, աշխարհում տեղաշարժվելը եւ նման կարգի մարդկանց հետ հանդիպելը եւ հակառակ Նիկոլի մեր արժեքները ներկայացնելը, մեր իրավունքներն ու տիրոջ իրավունքը կարգավիճակը ներկայացնելը փող արժե։ Չմոռանաք ֆինանսավորել ազգային ժողովրդարական բևեռին։ Մնաք խաղաղությամբ։